Այն ժամանակ ես եկել էի, որ խոսայի քո հետ, բայց դու գնացիր, չկարացավ խոսել։ Այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, մենք ինչ լինում էր, մենք կիսվում էինք իրար հետ, ամեն ինչ խոսում էինք, հիմա ինչ եղավ։ Այն վաղ երբ հարցը վերաբերվում էր Մարիաննային, մենք ամեն ինչ նստում էինք, խոսում էինք, քննարկում էինք, իսկ հիմա ուրիշ է։ Ինչն է ուրիշ։ Աննան է ուրիշ։ Ու ինչ։ Ինչ։ Գնա ու իրան ասա, որ սիրում ես իրան։ Ես սկզբից ուզում էի քո հետ խոսալ։ Իմ համար այս ամեն ինչը շատ կարևոր է, ոնց երևում է քո համար այդքան էլ կարևոր չի։ Խիանա ինչ ես ասում, որ սիրում ես։ Նորից նույն բանն ես գրում։ Որովհետև պատասխան չեմ ստանում։ Արդ չես հասկանում, ես ուզում էի առաջինը քո հետ խոսալ։ Մոռացել ես, որ ես քո ընկերն եմ։ Ես Աննայի հերը չեմ, որ ուզում սկզբից իմ հետ խոսես։ Գնա իրեն ասա, որ սիրում ես։ Այս ամեն ինչ իմ համար շատ կարևոր է, բայց ոնց երևում է քո համար այդքան էլ կարևոր չի։ Մի խառնես ոչ բանի։ Գնա իրեն ասա, որ սիրում ես։ Լավ, հիմա ոնց ենք պայմանավորվում։ Ոնց որ ասեցի, դու գնատու, ես քեզ կզանգեմ։ Լավ, իսկ այն հրաշքն են զանգել են։ Հապա ոնց, իսկական մեծ ծնունդ է լինելու։ Լավ, ուրեմն գնում ենք սպասում են զանգիդ մաշ։ Ես գիտես ինչ եմ մտածում։ Ասում կարող է քուրիկիս էլ հետներս տանենք։ Քույրիկիդ։ Հա։ Ինքը ինչ որ շատ խառն է, Տիգրանն ու Արսենը տարվեր են ավելու քաղաքով։ Հալա ոչինչ կանցնի։ Չեմ կարծում, բայց դե զարմանալի է, այսօրվա ծաղկե փունջը Տիգրան, ինքը միշտ իմ հետևից էլ գալիս հիմա։ Լիզ, այսօր մենակ խոսում ենք իմ ծնունդի մասին, վերջ տուր։ Լավ, Մարիշ։ Երկրորդն էլ կարևոր չի դու Տիգրանի ոնց ես վերաբերում։ Դու գիտես, որ Արսենի պատմությունը ուրիշ է, չէ՞ ինձ համար։ Գիտեմ, ինչ ես հանձնվել ասենց շուտ։ Այսօր խոսում ենք մենակ ծնունդիս մասին։ Լավ։ Լավ, դե գնա կզանգեմ։ Տիգրանը գնացել է փաստորեն։ Հա։ Նու ասացիր, որ կորցրել ես այդ մատանին, որ Տիգրանի ընկերներն էին նվիրել ծննդյանը տորը։ Չէր կորը, Զարուհին է տարել իմ սենյակից։ Եվ դուք, այսինքն դու, Զարուհուն տանից դուրս արեցիք։ Սա չի քո մատանին։ Բակում էր։ Մարդկաց մեղադրելուց առաջ հարկավոր է լավ մտածել։ Շատ տգեղ բան ստացվեց, շատ։ Ես քո փոխարեն կզանգեի եւ ներողություն կխնդրեի, բայց դու իհարկե տենց բան չես անի։ Չէ, սա չէր։ Սա այն մատանին չի։ Ինչպես։ Բայց դու ասեցիր այն մատանին է, որ Տիգրանի ընկերներն էին նվիրել ծննդյանդ։ Ասում եմ դա չի։ Աստված։ Առաջ գոնե թաքցնում էիր ծխելդ։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Առաջ գոնե ես կարողանում էի լռել, բայց հիմա հանցագործ եմ զգում տղայիս առաջ ինձ, հանցագործ, որ քո արածների մասին ոչինչ չեմ ասել, ոչինչ, ավելի լավ է տղես ինձ չների, քան շարունակի քեզ հետ նույն հարկի տակ ապրել։ Ես դեղից հետևից եմ եկել, ուր այստեղ էր երեք Տիգրանը բացեց, որ խմեմ, չուտես։ Ստեղ չկա։ Ստեղ էր ախր, բազմոցի վրա էր դրած։
Ես ինձ ոտ եմ զգում։ Ինձ խելագարության կհասցնես, խելագարության, ես այլևս չեմ կարող, ես այդ նույն արկի տակ ապրել չեմ կարող։ Ես չեմ ուզում ձեզ լսել։ Իհարկե չես ուզի։ Ինչի պետք է ուզես, ինչի քեզ դա պետք է դուր գա, դու միշտ էլ խուսափել ես ճշմարտությունից։ Բրավո։ Ինչ կասեք։ Լսիր, դու ինձ խելագարության ես ուզում ասել։ Լսիր, ամաչի ախր։ Ինչ է եղել։ Ինչ եք վիճում։ Մամ։ Ոչինչ չկա։ Ուղղակի դեղս եմ փնտրում, չեմ գտնում, երեք էստեղ էի թողել։ Չես գտնում։ Սա ես խմում, մամ։ Ջուր բեր։ Ինչ եղել, մամ։ Ինչ եք վիճում։ Ինչու էիք վիճում։ Իմ հեքիաթ